Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ։ Կարևոր լուրերը նախ համառոտ։ Հայ գործարարները ադրբեջանական կողմի հետ մեկ սեղանի շուրջ, ովքեր են մասնակցել փակ հանդիպմանը եւ ինչ է հայտնի։ Զելենսկիի հնարավոր այցը Երևան գագաթնաժողովի քաղաքական օրակարգի առանցքում, ինչ կշահի, ինչ կկորցնի Հայաստանը։ Ընտրությունից 5 պակաս, ում կընտրեն քաղաքացիները եւ ինչ վարկանիշ ունեն քաղաքական ուժերը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը։ Համաճարակի վտանգ Բալահովիտ գյուղում 10-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նիկոլ Փաշինյանը գիտի, թե հայ որ գործարարներն են մասնակցել 3 Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, սակայն մանրամասներ հրապարակել չի պատրաստվում։ Նրա խոսքով գործարարների անունների հրապարակումը կարող է հանգեցնել հասարակական ճնշումների եւ բուլինգի։ Այդ պատճառով նա ձեռնպահ է մնում լրացուցիչ բացահայտումներից, նշելով, որ անհրաժեշտության դեպքում նրանք կարող են ինքնուրույն հանդես գալ հայտարարություններով։ Լրատվամիջոցների տեղեկություններով հանդիպմանը մասնակցել են հայ գործարարներից Սամվել Ալեքսանյանը եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Run Oil ընկերության տնօրեն Բորիս Հովանեսյանը։ Փաշինյանը նաեւ նշել է, որ նախկինում Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների միջև իրականացվել է արտահանման հնարավոր ապրանքների ցանկերի փոխանակում, իսկ այժմ այդ գործընթացը փորձ է արվում տեղափոխել անմիջապես գործարարների մակարդակ ուղիղ կապերի ձևաչափով։ Փաշինյանի խոսքով այս պահին խոսքը լայնածավալ ցանկերի մասին չէ, այլ սահմանափակ հնարավորությունների եւ մանրամասները կհրապարակվեն միայն հստակ պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո։ Իսկ ինչն է հրապարակային եւ ինչը հայտնի երեկվա հանդիպման վերաբերյալ Անի Աբաղյանն է ներկայացնում։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևն ադրբեջանական ինքնաթիռով եկավ, մոտ 8 ժամ մնաց Հայաստանում ու գնաց ադրբեջանական ինքնաթիռով։ Մի շարք հարցեր առաջացան. ինչու Մուստաֆայևը գաղտնի եկավ, ինչ քննարկեցին հանդիպմանը, ովքեր էին մասնակցում։ Արտգործնախարարությունը Մուստաֆայևի ինքնաթիռի ուղևորվելուն զուգահեռ հաղորդագրություն է տարածել։ Աղվերանում կայացած հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի 13-րդ հանդիպմանը համաձայնեցրել են սահմանազատման գործընթացի կազմակերպման, քարտեզագրման եւ փաստաթղթավորման ուղեցույցների նախագծերը։ Ինչու հենց այս փուլում հանդիպեցին Մուստաֆայևն ու Գրիգորյանը։ Սկզբունքորեն դա կարող է ազդանշան լինել, որ սահմանազատման գործընթացը շարունակվում է։ Կարելի է նաև պատկերացնել, որ ինչ որ մի քանի կիլոմետր, օրինակ 1-ից 5 կիլոմետր հատված ինչ որ կերպ սահմանազատվում է։ Եվ իհարկե դա չի կարող չկրել նախընտրական բնույթ, որովհետև այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, այս կամ այն կերպ կապված է հունիսի սկզբին սպասվող ընտրության հետ։ Քաղտեխնոլոգ Հակոբ Բադալյանի խոսքով այս մակարդակով այցի ժամկետը հատուկ են ընտրել։ Եթե այն սկսվեր հանձնաժողովների ստեղծումից ի վեր, այսինքն մոտ 2 տարի առաջ, ապա այս ընթացքում Հայաստանը պետք է կայացներ որոշումներ, որոնք կվնասեին գործող իշխանության վարկանիշը։ Արդյոք այդ process-ը չի հետաձգվում եւ չի թողնվում նախընտրական այս իրավիճակից հետո, քանի որ նախընտրական ժամանակաշրջանում սահմանազատում եւ սահմանագծում իրականացնելը կարող է խնդիր լինել Հայաստանի իշխանության համար, որովհետեւ ենթադրվում են ոչ պոպուլյար որոշումներ, Հայաստանի համար ոչ պոպուլյար եւ Հայաստանի շահերը չարտահայտող որոշումներ։ Մինչդեռ Արմեն Պետրոսյանը կարծում է, սահմանազատման եւ սահմանագծման շարունակականությունը ցույց տալու մասին է հանդիպումը։ Ի դեպ, սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ վերջերս ակտիվացել էր իշխանական խոսույթը։ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ին հայտարարել էր, սահմանազատման գործընթացն առաջիկայում կշարունակվի եւ ավարտին կհասցվի տրամաբանական ժամկետներում։ Իսկ Մհեր Գրիգորյանը Սյունիքում աշխատանքներ կատարելու մասին էր խոսել։ Սա շատ արագ անել անհնար է։ Տեսականորեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատումն ու սահմանագծումը նշանակում է, որ ադրբեջանցիները պետք է դուրս գան ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքից, որտեղ նրանք այժմ կառուցում են ճանապարհներ, կառույցներ, ռազմական օբյեկտներ եւ այլն։ Այսպիսով դա պատկերացնելը դժվար է։ Ադրբեջանի Հայաստանի սուվերեն տարածքից դուրս գալու մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց Աղվերանում, փակ հանդիպման դռների հետևում չենք կարող ասել։ Բայց մի բան հստակ հայտարարել է արտգործնախարարությունը։ Մուստաֆայևի եւ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ մի շարք գործարարների հետ հանդիպում է եղել։
Մեր տեսախցիկը նախկին падգամավոր Սամվել Ալեքսանյանի ավտոմեքենան է ֆիքսել։ Ըստ 24 News-ի Շարասյան մեջ էր նաև ԿՊԱ-կան падգամավոր Գործարար Խաչատուր Սուքասյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան, որը տնօրինում է Mega Trade SPԸ-ն։ Բայց ադրբեջանցիների հետ հանդիպմանը մասնակցել է ոչ թե Խաչատուր Սուքասյանը, այլ Run Oil ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանը, որը կապ ունի Սուքասյանի հետ։ Թե հնարավոր ինչ հարցեր են քննարկել, Արմեն Պետրոսյանն է պատասխանում։ Սամվել Ալեքսանյանը բազմապրոֆիլ գործարար է։ Հիմա մենք ամենը մեկ ոլորտում մասնենք, բայց չմոռանանք, որ նաև ունի տեքստիլ հնարավորություններ, եւ չի բացառ օրինակ Հայաստանից հնարավոր տեքստիլի արտահանման տարբերակ եւս լինի, այսինքն մենք շաքարավազի վրա կենտրոնացենք, բայց չի բացառում հաշվի առնելով Սամվել Ալեքսանյանի բիզնեսի բազմազանությունը, նաև տեքստիլ ոլորտում եւ համագործակցության կամ առևտրի հնարավորություն լինի։ Դե Ռանոյի պարագայում արդեն կակնհայտ է, որտեղ գործող համագործակցություն կա։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը անհավասար էր, նշում է Պետրոսյանը։ Այդ մասին նաև թվերն են հուշում։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ։ Եվ պատահական չէ, որ ադրբեջանցիների հետ հանդիպումից մեկ օր անց կառավարությունը ներմուծման մաքսատուրքից ազատեց Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Meat Food ընկերությանը։ Իդեպ Սամվել Ալեքսանյանը բացի ադրբեջանցիների հետ հանդիպումից հանդիպել էր նաև Նիկոլ Փաշինյանի հետ։ Ընտրությունից մեկ ամիս առաջ ինչ նպատակ ունի այս որոշումը, հաշվի առնելով, որ խոշոր գործատուները կարող են մեծ ազդեցություն ունենալ ընտրողների քվեարկության վրա։ Ես կարծեմ իշխանությունը նաև այլ կոնտակտներ ունի ֆորմալ եւ ոչ ֆորմալ այդ շրջանակների հետ եւ այդ հարցերը քննարկվում են իհարկե ներքին ձևաչափով։ Իցուք ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցությունը գործարարների ես կարծեմ պայմանավորված է պարզապես Ադրբեջանի հետ այդ առևտրային քաղաքական համաձայնությունների իրականացման ընթացքով։ Սահմաններից, տնտեսությունից խոսեցին ադրբեջանցի պատվիրակների հետ։ Փաշինյանը պատմական որակեց հանդիպումը։ Համարում եմ երկու երկրների փոխվարչապետերի այցերը պատմական խաղաղության գործընթացի եւ ինստիտուցիոնալացման տրամաբանության մեջ եւ ես շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին։ Իսկ Մուստաֆաևի հետ պատմական այցի ժամանակ գերիների վերադարձից խոսեցին, հատկապես այն ֆոնին, որ օրեր առաջ Ռուբեն Վարդանյանին եւ մի շարք այլ գերիների տեղափոխել են հատուկ բանտ Ղարադաղի շրջանում։ Ես այդ գերիներին համարում եմ, որ արդեն նրանք չկան։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Իդեպ Ադրբեջանի տարածքով Հայաստան է առաքվել 279 տոննա ցորեն եւ 203 տոննա պարարտանյութ 7 վագոնից կազմված շարժակազմով։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ընդհանուր առմամբ այս ուղղությամբ արդեն տեղափոխվել է մոտ 25000 տոննա ցորեն, 1600 տոննա պարարտանյութ եւ 68 տոննա հնդկածավալ։ Իսկ փոխվարչապետների փոխադարձ այցերը պատմական են, ասում է Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով խաղաղության գործընթացը։ Զուգահեռ հիշեցրել է, որ արցախահայերի վերադարձ չի քննարկվում։ Այնուհետև հիշել գերիներին։ Ասում է, գերիների նախորդ խումբն էլ ընտրություններից առաջ է վերադարձել։ Ինչ է ակնարկում, դժվար է ասել, բայց ճեպազրույցը լի էր խնդրահարույց թեզերով ու անտրամաբանական հայտարարություններով։ Վերադարձ Արցախ չի լինի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի հայերի վերադարձը իրենց բնակավայրեր չի դիտարկում։ Մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց եւ մնացած տեղերի հայերի վերադարձի հարց։ Ոչ հեռավոր 2024 թվականին, երբ Մյունխենի հայերից մեկը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հետաքրքրվեց, թե ինչ պլաններ ունի Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի հետ, ինտեգրելու թե հետ տանելու իրենց հայրենիք, որտեղ իրենք կարող են ապրել, Փաշինյանը բոլորովին այլ պատասխան ուներ։ Մեր տեսլականը հետեւյալն է, որ եթե նրանք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրատեսական ցանկություն կամ հնարավորություն չունենան, այսինքն ավելի ճիշտ ցանկություն կունենան, բայց պայմանների հետ կապված իրանց ընկալումը չլինի դրական, մեր քաղաքականությունն ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում։
Նիկոլ Փաշինյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու միջազգային ատյաններում պետությունը չի բարձրաձայնում Արցախում ադրբեջանցիների կողմից հայկական եկեղեցիների վերացման փաստի մասին։ Փոխարենը Փաշինյանը Արցվաշենի մասին խոսեց, ասաց, պետք է պատկերացնել մի իրավիճակ, երբ սահմանազատման արդյունքում Արցվաշենը վերադառնում է Հայաստանի վերահսկողության ներքո եւ այնտեղ պարզվում է, որ օրինակ 2016 թվականին մզկիթ է կառուցվել։ Մեր ռեակցիան ինչ պետք է մենք անենք։ Եվ օրինակ այդ մզկիթի տարածքի հետ կապված օրինակ Հայաստանի քաղաքացիներ կան, ովքեր բերում են իրենց սեփականության վկայականները, ասում են, գիտեք, ինձ այս հողը մերն է եղել եւ այլն եւ այսպես շարունակ եւ ամենատարբեր հարցեր։ Մենք ինչ պետք է անենք։ Ինչ պետք է անենք մենք։ Այդ թվում կարող է լինել նաեւ այդպիսի որոշում, որովհետեւ երբ որ ասում ենք պատմամշակութային հուշարձան, մենք պետք է հասկանանք, պատմամշակութային հուշարձանը ինքը որոշակի կրիտերիաներով եւ կատեգորիաներով անցնող հուշարձան է։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենը սակայն հիշեցնում է, հայկական կողմի վարքագիծը ադրբեջանական մշակութային ժառանգության նկատմամբ սկզբունքորեն տարբեր է եղել։ Բոլոր այն մզկիթները, որոնք Արցախի տարածքում կան, Շուշիում հատկապես, դրանք ոչ միայն չվնասվեց, այլ հակառակը Շուշիի մզկիթները Արցախի հանրապետության կառավարության որոշմամբ մասնավոր ընկերությունների ֆինանսական օժանդակությամբ վերականգնվեցին։ Ավանեսովը հավելում է, որ մինչև վերականգնողական աշխատանքների մեկնարկը իրականացվել են մանրակրկիտ հետազոտություններ, տարբեր մասնագետներ ուսումնասիրել են տարածքը, իսկ աշխատանքներին ներգրավվել են ոլորտի առաջատար մասնագետներ, այդ թվում նաև արտերկրից։ Նրա խոսքով նպատակ են ունեցել, որ որևէ դետալ չխաթարվի եւ պահպանվի կառույցների պատմական արժեքը։ Տնտեսական մերձեցման մասին խոսելով Փաշինյանը հիշեցրեց, Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն գործարարների խմբերով է հանդիպում տեղի ունենում եւ դա ըստ նրա տրամաբանական է։ Նա համոզված է, առաջիկայում Հայաստանից արտահանումներ կլինեն Ադրբեջան։ Միջև հիմա նախորդող շրջանում գործարար համայնքները ապրանքների ցանկեր փոխանակել են կառավարության միջոցով։ Այսինքն երկու կառավարությունների միջոցով։ Հիմա քանի որ կառավարությունը արդեն ակտիվանում է այդ հոսքերի, այդ ցուցակների փոխանակումը եւ արդեն կառավարությունը այդ գործառույթը անելու, այսինքն պատեհություն չունի եւ խնդիրն է նա, որ հետաքրքրված գործարարներին, ովքեր ցուցակները փոխանցել են, մենք կազմակերպում ենք, ասում ենք, սրանից հետո արդեն աշխատեք իրար հետ։ Ինչ վերաբերում է գերիներին, Նիկոլ Փաշինյանը պնդում է, Բաքվից գերիները միշտ էլ ընտրություններից առաջ են վերադարձել ու ըստ նրա դիտարկմամբ ժողովրդավարական երկրում միշտ ընտրություններից առաջ է տեղի ունենում այս գործընթացը։ Քաղաքագետ Արա Պողոսյանի գնահատմամբ քաղաքական գիտության կամ ժողովրդավարական պետությունների պրակտիկայում գերիների վերադարձի եւ ընտրական գործընթացների միջև որևէ օրինաչափություն գոյություն չունի։ Նրա խոսքով նման պնդումը ենթադրում է, թե Ադրբեջանը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ Հայաստանի ներքին, մասնավորապես ընտրական գործընթացների վրա, ինչը նա համարում է անհիմն մոտեցում։ Եթե հիպոթետիկ ընդունենք, որ Ադրբեջանը միտումնավոր որոշակի տրամաբանության մեջ ընտրությունների նախորդին, ինչպես պնդում է Հայաստանի վարչապետը, գերիները վերադարձնում, սա ինքնին խոսում է այն մասին, որ այստեղ Ադրբեջանը ունի հետաքրքրվածություն։ Հետևաբար այդպիսի օրինաչափություն ուղղակի լինել չի կարող։ Առավել եւս չեմ հասկանում, թե ժողովրդավարական պետության ժողովրդավարական մոդելը ինչ կապ ունի գերիների վերադարձին ընտրություններից առաջ։ Իսկ վերջում Հայաստանում գուցե քաղաքական կրքեր բորբոքվեն։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գալու է Հայաստան։ Փաշինյանը հայտարարել է, որ եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին, այդ թվում Ուկրաինայի նախագահին, սպասում են Երևանում։ Ռուսաստանում հրաշալի գիտեն, թե Հայաստանի իշխանությունները ինչ քաղաքականություն են վարում, օրինակ, ամենապարզ օրինակը Հայաստանի իշխանությունները ներքին դիսկուրսում պարբերաբար տարածում են թեզը, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ վարում է հիբրիդային պատերազմ։ Այս հայտարարությունը քաղաքագետի գնահատման պարտեն իսկ արտահայտում է հարաբերությունների բավական կոշտ ֆոնը։ Միևնույն ժամանակ վերլուծաբանը չի բացառում, որ կարող են հնչել հայտարարություններ, որոնք նախկինի համեմատ ավելի մեղմ կլինեն, նկատելով, որ Ռուսաստանը վերջին շրջանում փորձում է որոշակիորեն վերանայել իր մոտեցումները։
Մինչ Փաշինյանն Արցախի եկեղեցիների հարցը դիտարկում է Արցվաշենում մզկիթների օրինակով, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, միջազգային կրոնական եւ իրավապաշտպան կառույցներին կոչ անելով արձագանքել Արցախի հայկական մշակութային ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակին։ Հայտարարությունում խստորեն դատապարտվում է Կովկասի մուսուլմանների վարչության այն ձևակերպումը, որով փորձ է արվում արդարացնել Արցախի տարածքում հայկական հոգևոր կառույցների ոչնչացումը։ Նշվում է, որ վերջին շրջանում Ստեփանակերտում ավերվել են ինչպես նորագույն շրջանում կառուցված տաճարներ, այնպես էլ այլ եկեղեցական կառույցներ, ինչը ներկայացվում է որպես հայկական մշակութային ներկայության հետևողական վերացման գործընթաց։ Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները ապօրինի շինություն որակելը մերժելի է եւ այդ պատճառաբանությամբ սրբավայրերը կործանելը, հողին հավասարեցնելը կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է եւ մշակութային եղեռնագործություն։ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի կինը Մեդիամաքսի հետ հարցազրույցում հայտնել է, որ իրենց համար շատ կարևոր է մեկնել Բաքու եւ տեսնել հարազատներին։ Պատմել է նաեւ ամուսնու հետ վերջին խոսակցության մասին։ Մենք Ռուբենի մասին ավելի քիչ գիտենք, քան ընտանիքը պետք է իմանա հարազատ մարդու մասին։ Տեղեկատվության հիմնական աղբյուրը հազվադեպ հեռախոսազրույցներն են, որոնք հանգստություն չեն բերում։ Ընդհակառակը զրույցն ավարտելուց հետո մտքումդ պտտում ես ամեն մի բառը։ Ինչպես էր հնչում ձայնը, հոգնածություն կար։ Չէր փորձում արդյոք ինչ-որ բան թաքցնել, որ մեզ չանհանգստացնի։ Վերջին անգամ Ռուբենն ասել էր, որ իրեն եւ մյուս հայ գերիներին տեղափոխել են Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության քննչական մեկուսարանից։ Այդ ժամանակ նա ինքն էլ դեռ չգիտեր, թե որտեղ։ Ավելի ուշ իմացանք, որ դա Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիրն է։ Առողջության մասին գիտենք միայն իր խոսքերից։ Նա ասել է, որ բժշկական զննություն է անցել եւ որ ամեն ինչ կարգին է։ Բայց Ռուբենը միշտ փորձում է մեզ հանգստացնել, ուստի ընտանիքի համար դա չի կարող փոխարինել անկախ տեղեկատվությանը։ Մեզ համար շատ կարևոր է մեկնել Բաքու եւ տեսնել մեր հարազատներին, բայց նման ուղևորությունը չի կարող կախված լինել միայն հարազատների անձնական վճռականությունից։ Ուղևորությունը պետք է նախապատրաստվի հստակ պետական եւ միջազգային երաշխիքների ներքո։ Անվտանգ մուտք, այցելություն, կեցություն եւ վերադարձ։ Ներքաղաքական տրամադրությունների պատկերը Հայաստանում շարունակում է մնալ բազմաշերտ, մի կողմից ընտրական սպասումների, մյուս կողմից արտաքին քաղաքական կողմնորոշումների շուրջ ձևավորող հասարակական ընկալումների ֆոնին։ Սոցիոլոգիական վերջին ուսումնասիրությունը փորձում է ներկայացնել այն տրամադրությունները, որոնք ձևավորվում են ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ երկրի զարգացման հնարավոր վեկտորների շուրջ։ Դեպի որ երկիր կամ երկրներ պետք է ուղղվի Հայաստանի ինտեգրման վեկտորը, Գելափը հրապարակել է հետևյալ պատկերը։ Հավասար հարաբերություններ ազդեցության կենտրոնների հետ քվեարկել է 59.9%, Ռուսաստանի համար 17.6%, 12.4% Եվրամիության կողմ է քվեարկել, 5.1% Միացյալ Նահանգների եւ 3.3% այլ կենտրոնների համար։ Իսկ եթե խորհրդարանի ընտրությունը տեղի ունենա հաջորդ կիրակի, որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեն քաղաքացիները։ Տեսնենք, քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար քվեարկել է 26.6%, Ուժեղ Հայաստան դաշինքին 14.1%, Հայաստան կուսակցությունների դաշինքին 8.2% եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության համար 7.9%։ Իսկ ում են պատրաստվում ընտրել երևանցիները, մեր տեսախցիկն է շրջել Երևանի փողոցներում։ Եթե առաջիկա կիրակի ընտրություն լինի, ում կընտրեք։ Ինքս ինձ։ Չգիտեմ, Ազիզ ջան, դեռ չեմ որոշել։ Ոչ մեկին չեմ ընտրել, չեմ էլ ընտրում։ Հիասթափվել եք։ Ամեն ինչից։ Ես չեմ ընտրելու ոչ մեկին։ Չեմ տեսնում այն ընտրվողին, որ կարողանա լիարժեք սպասարկի ծառայի մեր ժողովրդին։ Չգիտեմ։ Չեմ ասի։ Ում կընտրեմ։ Ռոբերտ Քոչարյանին, եթե ինքը չլինի, Սամվել Կարապետյանին կամ Գագիկ Սարգսյանին։ Ահա, ինչու։ Իրանք լուրջ մարդիկ են, փորձ ունեցող ճանապարհ անցած մարդիկ են, ես սրանց նման չեն։ Չգիտեմ, դեռ չեմ որոշել։ Սուրիկին։ Ինքը տեխնացուներ։ Ուզում ալնի, ուզում չլինի։ Էդի չեմ կարա ասի, ում պետք է ընտրեմ։ Համենայն դեպս ոչ գործող կուսակցություններին։ Դա գաղտնիք է։ Փաշինյանին։ Ինչու։ Որտեւ այս սեստ մարդ է։
Դե հիմա ես չեմ կարող ասել ում կընտրեմ, բայց դա մնում է գաղտնիք։ Բայց համենայն դեպս ոչ իշխանությանը։ Մինչև ընտրությունը Երևանը պատրաստվում է եվրոպացի բարձրաստիճան հյուրերի ընդունել։ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-ից 5-ը կժամանի Հայաստան։ Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Երևանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ։ Մակրոնը Ծիծեռնակապ Բերդի հուշահամալիրում հարգանքի տուր կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կայցելի Մատենադարան։ Տեղի կունենա նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ Մակրոնի հանդիպումը։ Իդեպ Փաշինյանը հայտարարել է, որ եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում են եվրոպական քաղաքական գագաթնաժողովին, այդ թվում Զելենսկիին։ Բայց հենց այդ հնարավոր այցն էլ որոշակի լարվածություն է առաջացրել։ Օրինակ, քաղաքագետների դիտարկմամբ Զելենսկին Երևանում կարող է իր հայտարարություններով անթաքույց գրգռվածություն առաջացնել մեզ հարևան առնվազն 3 պետության հետ՝ Իրան, Վրաստան եւ նույնիսկ Թուրքիա։ Ինչ կշահի եւ ինչ կկորցնի Հայաստանը, Սեդա Կյուրեղյանն է ներկայացնում։ Զելենսկիին սպասում ենք Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց, որ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում բացառված չէ Ուկրաինայի նախագահի այցը Հայաստան։ Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ, այո, ներառյալ Ուկրաինայի նախագահի։ Զելենսկին սովորաբար հայտնվում է այնտեղ, որտեղ հակառուսական տրամադրություններ են շրջանառվում։ Հայաստան այցի դեպքում այդ հարթակը կլինի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Ուկրաինայի այս ակտիվությունը ըստ փորձագետների միայն դիվանագիտության մասին չէ։ Եթե Զելենսկին որոշի գալ Հայաստան, սա նաև կլինի Ռուսաստանին ուղերձ, որ Ռուսաստանը այլևս չի տիրապետում իր նախկին, ասենք, ազդեցության գոտիներին եւ որ Զելենսկին այլ գոտիների ցանկալի առանց է։ Որքան էլ տարօրինակ թվա, Զելենսկիի հնարավոր այցից մեծապես Նիկոլ Փաշինյանն է տուժելու, պնդում է քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։ Վտանգը մեծ է, որ Զելենսկին Հայաստանում կդառնա գլխավոր դերակատարը։ Նա իր պատերազմով ու իր կերպարով Եվրոպայի համար ավելի հետաքրքիր օբյեկտ է լինելու, ում շուրջ էլ պտտվելու է գագաթնաժողովը, բայց սա միակ վտանգը չէ։ Զելենսկին Երևանում նշանակում է մի քանի օր Հայաստանը դարձնել հակառուսականության էպիկենտրոն։ Զելենսկին Երևանում նշանակում է իր հայտարարություններով անթաքույց գրգռվածություն առաջացնել մեզ հարևան առնվազն 3 պետությունների մոտ՝ Իրան, Վրաստան, նույնիսկ Թուրքիա։ Այստեղ հատկապես ուշագրավ է Վրաստանի գործոնը։ Թբիլիսին չի ողջունում Զելենսկիի քաղաքականությունը, նաև փորձում է բալանս պահպանել տարածաշրջանային ազդեցության կենտրոնների Ռուսաստանի ու Եվրոպայի միջև։ Զելենսկիի այցը Հայաստան կարող է նվազեցնել այդ բալանսի հնարավորությունները։ Բացական իրավիճակում կարող է ունենալ նաև հաշվի առնելով, որ Ուկրաինայի եւ Վրաստանի միջև հարաբերությունները գնալով ավելի են սրվում։ Եվ այդ առումով Վրաստանը բացական դիտարկի այցը։ Պնդումը, թե Հայաստանը մայիսյան գագաթնաժողովի օրերին կդառնա հակառուսականության էպիկենտրոն, միանշանակ իր գինն է ունենալու, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին դաշտում, պնդում են զրուցակիցներս։ Որտեղ Զելենսկին տանում են, դա ապտակա Ռուսաստանի քաղաքական առումով։ Այդ ապտակ ուզում են Հայաստանում հասցնել, որ Հայաստանին Ադրբեջանի հետ փոքր ավելի խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ռիսկերն առաջին հերթին տնտեսական են լինելու, մանր ճնշումներ, Լարսի հետ կապված խնդիրներ, ապրանքների սահմանափակում, որոնց ականատես եղանք նաև այսօր։ Հերթական 1.1 միլիոն շիշ ջերմուկի վաճառքը կասեցվեց Ռուսաստանում, բայց Եվրոպական համայնքին Հայաստանի կրած տնտեսական վնասը մեծ հաշվով չի հետաքրքրում, ասում է Դանիելյանը։ Վերլուծաբանների մի մասն էլ կարծում է Մոսկվան այս փուլում կտրուկ քայլերի չի գնա։ Ռուսաստանից առանձնակ այսպես ասենք, հակազդեցություն դժվար թե կարելի է սպասել, հատկապես որ Ռուսաստանի համար թե միջոցառման փաստը Հայաստանում, Հայաստանի իշխանությունների վարքագիծը բացարձակապես նորություն չեն եւ Ռուսաստանում կարծում եմ պատրաստվում են ոչ թե կարճաժամկետ ռեակտիվ արձագանքների, այլ երկարաժամկետ ռազմավարություն են փորձելու մշակել Հայաստանի հետ հարաբերությունները։ Այդուհանդերձ նույնիսկ առանց կտրուկ արձագանքի այցը կարող է փոխել տարածաշրջանային հավասարակշռությունը։ Առաջանում է մի հարց. արդյոք Զելենսկիի այցի ֆոնին Հայաստանը չի դառնա քաղաքական փորձարկման գոտի մեծ խաղացողների հակասությունների կենտրոնում։ Սեդա Կյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։
Հակակոռուպցիոն դատարանն այսօր մերժեց ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանի խնդրանքը թույլատրել այցելել Լոռու մարզ հոր գերեզմանին։ Դատարանն ասաց, որքան էլ հարցը բարոյական տեսանկյունից կարևոր է, դատավորը սահմանափակված է օրենքով, սահմանադրությամբ։ Ասաց նաև, որ փաստաբան Արամ Վարդեվանյանի միջնորդությունը հիմնավորված չէ։ Այս մերժումից հետո փաստաբանները նոր միջնորդություն են ներկայացրել, առաջարկելով տնային կալանքը վերացնել ու կիրառել վարչական հսկողություն, որ Կարապետյանը կարողանա ազատ տեղաշարժվել ու մեկնել Լոռու մարզ։ Դատարանը սակայն մերժեց նաև վերացնել գործարարի տնային կալանքն ու 24 ժամով ընտրել այլ խափանման միջոց վարչական հսկողությունը։ Հիշեցնեմ, որ նախորդ նիստին դատարանը տնային կալանքը երկարացրել էր ևս 3 ամսով։ Քիչ առաջ ավարտվեց նաև Բագրատ Սրբազանի և 17 աջակիցների գործով դատական նիստը։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատարանում հայտարարել է, որ այս գործում կեղծիքները ճչացող են և տեղի է ունենում քաղաքական հետապնդում։ 12 ամիս իրապահ մարմինները գաղտնալսում են իրենց մեկնաբանությամբ ահաբեկչական խմբի եւ վերջին բանը, որ հրամցնում են հասարակությանը, այն որ մարդիկ խոսում են մետաղական աստղիկներ օգտագործելու մասին։ Սա է մեր իրապահ մարմինների ռեսուրսն ու հնարավորությունները, թե ակնհայտ է, որ այս մարդիկ որևէ հանցանք չեն կատարել եւ ուղղակիորեն տարբեր օրերի խոսակցություններ մանիպուլացվում են անձանց նկատմամբ ճնշումներ իրականացնելու համար։ Երբ որ հասնենք այդ զայնագրությունների ավելի ուշ փուլին, ապրիլ-մայիս ամիսներին, դա շատ պարզ հենց այդ ժամանակի հոսքը եւ տրամաբանությունը ցույց է տալիս, որ իրապահ մարմինները հասկացել են, գուցե նաեւ զեկուցել են, որ շարժումը երկրորդ շնչառությունն է ստանում։ Որոշակի փողոցային ակցիաներ են կազմակերպվում, որը կարող է էական դժվարություններ առաջացնել քաղաքական իշխանության համար։ Եվ նորից գալիս են հանձն առնում նորապորինությունների շղթայի, ելի քաղաքական իշխանությանը պահելու համար։ Համաճարակի վտանգ կա Բալահովիտ գյուղում, արդեն մի քանի օր է համայնքի մի քանի տների բնակիչներ իրենց երեխաներին տանում են բժշկական հաստատություններ բուժումներ ստանալու նպատակով։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ պատճառը ջուրն է, գրեթե 10 տարի է Բալահովիտ գյուղում անցնող ջրատարներում տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։ Իսկ ինչ վիճակ է Ավանի աղի հանքում, որը վերջերս հայտնվել է ուշադրության կենտրոնում Եվրանյուզի ռեպորտաժից հետո, որտեղ պնդում կար, թե հանքը փակվում է։ Իմ գործընկեր Սվետլանա Պետրոսյանն է եղել հանքում, զրուցել տնօրենի հետ։ Երևանում կա մի վայր, որտեղ հայտնվելով մոռանում ես ինչ է աղմուկը, փոշին ու նույնիսկ հեռախոսը։ Ավանի աղի հանքն է, ստորգետնյա առողջարան, որը տարածաշրջանում եզակի է։ Անձավաբուժության հանրապետական կենտրոն այցելելու համար պետք է նախապես գրանցվել եւ վաղ առավոտյան ներկայանալ։ Մուտքի մոտ այցելուներին սաղավարտներ են տալիս, ապա հատուկ վերելակով, որով սովորաբար աղակտորներ են բարձրացնում, իջեցնում մոտ 235 մետր երկրի մակերևույթից ներքև։ Մի քանի րոպե եւ դու աղե մի աշխարհում ես, որտեղ չկան աղմուկ, փոշի, վնասակար նյութեր, ռադիացիա եւ անգամ հեռախոսակապ։ Համեցեք, զգուշ եղեք ոտքից, զգուշ եղեք։ Մենք հիմա իջանք երկրի մակերևույթից 235 մետր խորության վրա են գտնվում։ Բայց սա պարզապես աղի հանք չէ։ Սա մի ամբողջ ստորգետնյա քաղաք է, որտեղ մարդիկ գալիս են բուժվելու։ Կորանը, որ մենք իջանք, սկսվել է փորվել 55-56 թվականներին, երբ որ Սովետական միությունում ենթադրել են, որ եթե Ադրբեջանը, Իրաքը, Իրանը ունեն նավթ, ապա չի կարող պատահի Վրաստանն ու Հայաստանը չունենա, եւ սկսել են փորել այս փորվածքը։ Բնականաբար, մինչև դերսրանից էլ մի 30-40 մետր ներքև իջել են, տեսել են, որ չկա նավթ, բայց տեսել են, որ մեր մոտ բազալտի սալերի արանքներում կա աղի կուտակումներ, տարբեր հարթությունների վրա։
Եվ 65 թվականից սկսել են հանքը շահագործել որպես աղի հանք։ 1985 թվականին թոքաբան ակադեմիկոս Ամատունին հիմնվելով իր եւ միջազգային ուսումնասիրությունների վրա եզրակացրել է, որ աղի անձավների միկրոկլիման կարող է արդյունավետ լինել ասթմայի բուժման համար։ Նրա նախաձեռնությամբ էլ ստեղծվել է անձավաբուժարանը։ Ավելի քան 4000 քառակուսի մետր տարածք վերածվել է յուրահատուկ բուժական կենտրոնի, քնի սենյակներով, զբոսանքի ուղիներով եւ նույնիսկ մարզման գոտիներով։ Անձավաբուժարանն ունի 4800 մետր տարածք, որից 800 մետրը թունելն է մոտեցման, 4000 մետրը հենց անմիջապես անձավաբուժարանն է։ 39 տարի առողջարանը աշխատել է եւ 39 տարի իր գործունեությամբ ապացուցել է, որ դա շատ կարևոր օբյեկտ է, դա ասենք ազգային արժեք է այսօրվա դրությամբ դառը, որովհետեւ իրոք օգնում է շնչառական ուղիների բարելավմանը, իմունիտետի բարձրացմանը, բայց ցավոք սրտի անձավաբուժությունը դա ապացուցողական բժշկություն չի։ Սակայն տարիների ընթացքում կենտրոնի շուրջ վերաբերմունքը փոխվել է։ 2016 թվականից առողջապահության նախարարությունը նշել է, որ անձավաբուժությունը չի համապատասխանում ապացուցողական բժշկության չափանիշներին։ 2020-ից էլ պետական ֆինանսավորումը դադարեցվել է։ 2016 թվականին տվել են պետգույքի կոմիտեին, որպեսզի պետգույքը մասնավորեցնի։ Բնականաբար փաստաթղթերի բազում պակաս կար, նույնիսկ հասցե չուներ, չէր բաժանած կոմբինատից, ասենք կադաստրով, այդ բոլորը ես 3 տարի արդեն տնօրեն եմ, ես այդ բոլորը կազմակերպեցի եւ անցած տարի արդեն քանի որ ուներ արդեն կմախքը, այս կազմակերպությունը հասցե, ասենք կադաստրի թուղթ եւ այլը, դրվեց մասնավորեցման։ Նախարարությունից ընդգծում են, նման բուժումն ավելի նպատակահարմար է կիրառել բազմապրոֆիլ բժշկական կենտրոններում, որպես բուժման լրացուցիչ փուլ։ Մեր քաղաքականության մեջ մենք ուղենիշ ենք ընտրել հիվանդությունների բուժման համալիր մոտեցումը, փոխկապակցելով հիվանդությունների առաջնային, երկրորդային կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, սուր, ենթասուր քրոնիկական փուլերի բուժումը, ինչպես նաև առողջարանային վերականգնողական բուժումը եւ խնամքը, անձավաբուժական բժշկական օգնությունը, հիվանդությունների կանխարգելման եւ բուժման իմ նշած համալիր մոտեցման համատեքստում դիտարկվում է այդ շղթայի էլեմենտ։ Բայց մասնագետները համաձայն չեն։ Բժիշկ Անուշ Ոսկանյանը հակադարձում է. տարիների ընթացքում գրանցված արդյունքները, հիվանդների դրական փոփոխությունները եւ դրանց հիման վրա իրականացված գիտական աշխատանքները հակառակն են ապացուցում։ 2019 թվականին մեր պետպատվերը հանեցին, պատճառաբանելով, որ սա ոչ ապացուցողական բժշկություն է, բայց դա աբսուրդ է։ Մեր կլինիկայում 3 հատ տեխնացիական դիսերտացիա է պաշտպանվել, որոնք եւ ապացուցում են դրա արդյունավետությունը։ Դրա համար այդպեսի բան ասել, որ ոչ ապացուցողական է, ուղղակի հիմարություն է։ Հակոբյանի խոսքով կենտրոնի գործունեությունը պահպանելը գնալով ավելի բարդ է դարձել ֆինանսական առումով, իսկ ինչպես է գոյատևում անձավաբուժարանը։ Կառավարության կողմից ընդունված որոշման կարգը հետևյալն է. ամեն ամիսը մեկ հայտարարվում է այդ մրցույթը։ Եթե մրցույթը չի կայանում, պետգույքի կոմիտեն նորից 1 ամիս հետո մրցույթ է դնում։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշում է, որ նախկինում 16 աշխատակից ունեին։ Ստիպված են եղել կրճատել հաստիքները։ Հիմա ունեն 2 հաստիքով եւ եւս 4 պայմանագրերով աշխատակիցներ։ 2020-ին, երբ կենտրոնը դեռ պետպատվերով էր գործում, դրա ֆինանսական շրջանառությունը զգալիորեն ավելի բարձր էր։ Այսօր այն գրեթե կրկնակի, նույնիսկ մոտ եռակի կրճատվել է։ Փակեցինք, չեղավ, չաշխատեց, ուրեմն ոչ մի անձավաբուժարան ոչ ստեղ կա, ոչ հարևան պետություններում կա, ոչ Կովկասում կա, ոչ Ռուսաստանում կա մի հատ Բելարուսում, բայց Բելարուսում էլ կալի աղի վրա է, կալիդնի աղն է, նատրի չի։ Իսկ մեր մոտ նատրի քլորն է, կալիդնի աղը նույն էֆեկտը չի տալի առողջության համար, ինչ որ նատրի քլորն է տալի։ Նատրի քլորով չկա, ասենք, այս ամբողջ տարածքում էլ ոչինչ չկա։ Դրա համար սա կարծում եմ ազգային հարստություն է, որը որ պետք է պահել, փայփայել մինչև հիմնական խնդիրները լուծվի։ Բժիշկ Ոսկանյանը կենտրոնի առաջին աշխատակիցներից է։ Հիշում է,
Տարիներ առաջ այստեղ այցելուների հոսքը այնքան մեծ էր, որ մարդիկ հերթագրվում էին շաբաթներով, երբեմն նույնիսկ ամիսներով։ Նրա խոսքով ամառ թե ձմեռ կենտրոնում կայուն 19-ից 20 աստիճան է։ Այցելությունների օպտիմալ քանակը 20 պրոցեդուրան է։ Առաջի 7 պրոցեդուրան դա ադապտացիայի շրջանն է, այսինքն օրգանիզմը հարմարվում է այս միկրոկլիմային, որից հետո սկսվում է դրա դրական ազդեցությունը օրորի եւ հասնում է իր գագաթնակետին 20-րդ օրը։ Հիվանդները ունեն գծած ռեժիմ, հա, ինչ պետք է անեն։ Նախ իջնում են եւ կատարում են առողջարար բուժական քայլք, որից հետո մի հատ բժշկի այցելություն է լինում, որից հետո ժամը 11-ին մենք անում ենք շնչառական վարժություններ, տարբեր էլեմենտներ ենք մտցրել այդ վարժությունների մեջ եւ յոգայից ունենք էլեմենտներ եւ Ստրելնիկովայի վարժությունները, որից հետո գալիս է հանգստի ժամը։ Բժշկի խոսքով բնական աղի քարանձավում յուրահատուկ միկրոկլիման, օդի բաղադրությունը, խոնավությունը ամեն բան նպաստում է օրգանիզմի դիմադրողականության, իմունիտետի բարձրացմանը։ Օգտակար է թե մեծերի, թե փոքրերի համար։ Եղել են լրիվ լիարժեք առողջացումներ երեխաների դեպքերում։ Մեծահասակների մոտ երկարում է ռեմիսիան, այսինքն այդ դադարի շրջանը շատ երկարում է։ Եթե լինում են սրացումներ, շուտ են նրանք ընդհատվում։ Դեղորայքի պահանջն է քչանում խիստ, եթե հիվանդը մինչև այդ օգտագործում էր հորմոնային պրեպարատներ, ինքը կարողանում է հրաժարվել այդ հորմոնային պրեպարատներից։ Այսօր սակայն հարցը մնում է բաց։ Կկարողանա արդյոք այս եզակի կենտրոնը պահպանվել։ Այս ժամի լրահոսն այսքանն էր, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։ Հաջողություն։